Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ շարունակվում են ներքաղաքական պրոցեսները դեպի 26 թվականի հունիսի 7-ի ընտրություններ եւ բոլոր խաղաքարտերը բաց են իմիջայլոց։ Իհարկե ամեն մեկը փորձում է ինչ-որ կերպ խոսքում ինչ-որ բան թաքցնել, բայց դա էլ կարծես չի հաջողվում, որովհետեւ ամենամեծ գործը, որ արվել է այս տարիներին, երևի թե հենց դա է եղել, որ պարտադրել, որպեսզի բոլորը իրենց խաղաքարտերը բացեն եւ բոլորը ցույց տան, որ իրենք մեծ հաշվով հետաքրքրված չեն եղել եւ չեն Արցախում, իրենց մեծ հաշվով հետաքրքիր չի եղել պարտությունը, հետաքրքիր չեն եղել զոհերը, հետաքրքիր չեն եղել արցախցիների ճակատագրերը, հետաքրքիր չի եղել Հայաստանի Հանրապետության սահմանագծում, սահմանազատում, առհասարակ տարածքային ամբողջականությունը, հետաքրքիր չի եղել ոչ էլ մայրաքաղաքի կամ մյուս քաղաքների զարգացումը կամ գյուղական բնակավայրերի ամրացումները եւ այլն բանակը։ Այս ամեն ինչը սկսում է տեսանելի լինել, որովհետեւ մարդիկ կարող են խաբել որոշ ժամանակ, մարդիկ կարող են խաբել մի քիչ երկար ժամանակ, բայց չեն կարող մարդիկ խաբել միշտ, չեն կարող հանրությանը։ Եվ եղավ այն ինչ որ եղավ, արդեն ամեն ինչ պարզ է։ Հրապարակվեցին ցուցակները եւ նրանք, ովքեր փորձում էին դիրքավորվել այնպես, որ իրենք կապ չունեն ոչ մեկի հետ, ամենաուղիղ կապը ունեն, պարզվեց։ Մեզ համար պարզ էր, քաղաքացիների համար պարզվեց եւ որքան էլ հիմա փորձեն, ասենք օրինակ, մի նորաստեղծ կուսակցություն, որոնց համար երաշխավոր է կանգնում Պուտինը անձամբ անգամ, փորձի ցույց տալ, որ ինքը ոչ մեկի հետ կապ չունի, միևնույնն է իր երկրորդ համարից սկսած կապ ունեն ուղիղ Քոչարյանի կամ Սերժի հետ։ Ծառուկյանը երեկ հերթական անգամ փայլեց իր հայրենասիրությամբ ճակերտավոր, Քոչարյանը արդեն նարցիզմով է տառապում, որովհետեւ իր էջում, չգիտեմ տեսել եք թե չէ, Ռոբերտ Քոչարյանի Facebook-յան էջն եք մտնում եւ Ռոբերտ Քոչարյանի Facebook-յան էջում տեղադրված է Ռոբերտ Քոչարյանի նկարը եւ վերեւում գրված է մեր առաջնորդը։ Ռոբերտ Քոչարյանը ինքն իրեն համարում է իր առաջնորդ։ Սս բաներ։ Ոնց որ օրինակ Նիկոլ Փաշինյանը տեղադրի իր նկարը իր էջում, վերնագրի դնի մեր վարչապետը։ Սս մեծ աբսուրդ բան։ Տարվել արդեն խառնել են, այնքան են իրականությունից դուրս մնացել, անգամ անիրական կյանքում են սկսել խառնել, միշտ ինչ էին ասել ժողովրդին, հիմա ինչ պիտի ասեն։ Մի րոպե, բայց այդտեղ եթե սենց էին ասել, խառը։ Նարեկ Կարապետյանը վերջին իրենց համագումարում շատ էսպես այն բառաբանների դրոպները, բան, սենց եռագույնը այս կողմ են կողմ ու կանգնեց, հայտարարեց իրենց առաջին համագումարում բազմատիսիչնի ներկաների առաջ, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Բոլորը ծափեր, Սամվել Կարապետյանը արհեստական բանականության միջոցով ներկայացավ հանրությանը, ներկայացրեց ինչ-որ ծրագրեր, բան, մենք այստեղից ասում ենք այդպես չի կարող, ոչ կարող է, հետո նայում ես ցուցակում առաջին համարը Նարեկ Կարապետյանն է, երկրորդ համարը Վարդևանյանն է կարծեմ, Քոչարյանի Վարդևանյանը, այստեղից գնացել է այնտեղ, իմիջայլոց հիշեցնեմ 21 թվականին Հայաստան դաշինքի լոզունգը հետևյալն էր. դեպի ուժեղ Հայաստան։ Դեպի ուժեղ Հայաստանից մարդը հասել է ուժեղ Հայաստան։ Երևի մի 5 տարի հետո կտեղադրի նկար ու կգրի մենք արդեն 5 տարի է Հայաստանում ենք, չգիտեմ, ինչ-որ սս բաներ։ Երրորդ համարը Տիկին Մելոյանն է։ Մելոյան, հա։ Մելոյան, ոնց որ մի խոսքով, Հրայր Թովմասյանի Սանիկը։
Նրանք խոսում են արդարությունից, այն պարագայում, երբ Հրայր Թովմասյանը սահմանադրական դատարանը համարում էր քաղաքական ֆրոնտի վերջին բաստիոն։ Սրա նման ցնդաբանություն, այս նախադասության նման ցնդաբանություն գոյություն չունի, որովհետև սահմանադրական դատարանը քաղաքական բաների հետ կապ չունի, բայց օգտագործվում էր քաղաքականության դեմ։ Եվ այս սահմանադրության խեղկատակությունների հեղինակը նույն ինքը տաղավարի Անջելայի եղբայրը։ Ոչ մեկ հետ կապ չունի, չմտածեք հանգարց թե մեկը մեկի հետ կապ ունի։ Ու այդպես շարունակ։ Հայ Միջայլոց տիկինը նաև բոլորովին վերջերս այնքան տեղյակ չէր Հայաստանի տարածքներից, լավ գիտեք, կան մարդիկ, ովքեր այնքան էլ լավ չգիտեն, չեն խոսում։ Դուրս եկավ ու իլուր աշխարհի հայտարարեց, որ Կիրանցը Ադրբեջանում է։ Մի խոսքով դեռ իշխանության չեկած, արդեն Հայաստանի հողերից զիջում էր Ադրբեջանին։ Ու այսպես շարունակ։ Հիմա եթե այս կուսակցությունը օրինակ նույն այդ սահմանամերձերում մի ձեն հավաքի, ես պիտի զարմանամ, իսկապես նեղվելու աստիճան կզարմանամ, ոչ թե նրա համար, որ նրանք ձայն հավաքեցին, այլ նրա համար, որ մեր հասարակությունը ընդհանրական այդ տիպի բաներին գնահատական չի տալիս եւ գնահատականը չի արտահայտում ընտրություններով։ Հասկանում եք։ Քոչարյանի մյուս համարը Անդրանիկ Թևանյանը Ծառուկյանի մոտ է։ Չէ, Ծառուկյանի մոտ էլի մարդիկ են։ Բայց չէ, իրանք իրար հետ կապ չունեն։ Հանկարծ չմտածեք, կապ ունեն։ Ծառուկյանին երեք հարց են տալիս կմիանաք, Քոչարյանին ասում է ոչ։ Իսկ եթե ոչ, իսկ եթե ոչ, իսկ եթե, հայ եթե, դե ինչ հա կմիանանք։ Բայց եթե տեխնացուն Քոչարյանն է, չէ։ Լավ էլի, պարոն Ծառուկյան։ Լավ էլի։ Ով է ձեր վարչապետի տեխնացունի Միջայլոց։ Հա, Քոչարյանին չենք միանա, ասում է։ Իսկ Մարտունն է այդպես ասել, որ չեք միանա։ Ձեր ցուցակով հանդես եկող Մարտունը Գյումրիում, որ ասում էր չեմ միանա, մատ ծնգով միացավ, հետո ձեր համագումարում դուրս եկե պարզվեց, իր ելույթը լսել եք։ Մարտունի ելույթը ձեր համագումարի ժամանակ լսել եք։ Սիրելի գյումրեցիներ, լսել եք այդ ելույթը, ցավոք մենք քանի որ YouTube-ով էլ հաղորդումը եթեր գնում, մենք չենք կարող ցուցադրել այդ կադրերը, որովհետև YouTube-ը կարգելապակ է։ Բայց կարող եք միացնել ու լսել։ Մարդը կանգնած ներկայացնում է, ոչ թե նա փորձում է արդարացնի կամ զգացել է իր սխալը կամ փորձում է, չգիտեմ, ներողություն ասի եւ այլն գյումրեցիներին խաբելու համար, ոչ։ Մարդը շատ պարզ հայերենով գրեթե ասում է, որ դա քաղաքական որոշում է։ Եվ այո, այդ ծանր որոշմանը, թեկուզ անձնական բանը երկրորդել եմ, որպեսզի գնամ դրան։ Հիմա նույնը առաջարկում է անել պետության մասով, սիրելի գյումրեցիներ։ Հիմա Մարտունին Գյումրիում ընտրած քաղաքացիները սա ի գիտություն կընդունեն, թե չէ։ Թասիբով են, չէ, գյումրեցիները։ Տեսնենք ի գիտություն դա կընդունեք, թե ոչ։ Ասեմ, իր հույսը դուք եք, Ծառուկյանի հույսն էլ եք, դուք առհասարակ մարդիկ, երբ որ հավաքագրում եւ ցուցակագրում են նման կուսակցություններում, ցուցակագրում են այն մարդկանց ոչ թե ըստ գիտելիքների, ըստ ստեղծող արժեքի, այլ թե ով քանի ձեն կարա բերի։ Եվ Մարտունը ոնց որ թե ասել է, որ լավ էլ ձեներ կարա բերի, ձեր հույսով է ասել։ Ծառուկյանն էլ վերցրել գրել է իր մոտ։ Հիմա տեսնենք։ Որքանով եք ընտրություններից հետո դեռ տակ մանտրաշ եք ընկել, հիմա ժամանակը անցել, կարող է մի քիչ սառել եք, բայց տեսնենք, ամեն դեպքում սառը գիտակցումն ու սառը հաշվարկը ինչերի կհուշի։ Աչքովս ընկավ Իմիջայլոց Հանրապետություն կուսակցությունում ներկուսակցական ընտրություններ էին, ինչը շատ գովելի է։
Թերևս իմ տեսած երկրորդ կուսակցությունն է, որ հրապարակային անկաշկանդ ցուցադրումը ինչպես են տեղի ունենում իր մոտ ընտրությունները։ Իհարկե ամեն կուսակցություն ըստ իր հնարավորությունների է ցուցադրում ֆինանսական հնարավորությունների, կուսակցական քանակի մարդկանց եւ այլն, հա, թվով, բայց հրապարակային։ Ու սա գիտեք, սա հաշվետվություն տալու պատրաստակամությունն է հենց։ Սա հետաքրքիր հաճելի process է։ Անկախ նրանից մարդիկ կդիտեն դա թե չէ, բայց դու ունենում ես դա։ Հասկանում եք։ Դու դա ունենում ես։ Փակ սիրուն քվեարկություն է լինում։ Ոչ մեկ պարտադրված չի կամ ստիպված չի sense բան անի։ Ու քաղաքակիրթ երկրներում պիտի որ այսպես է հենց, որպեսզի քաղաքացիները հետևեն, թե այս կամ, որովհետև տեսեք, կուսակցության ղեկավարը այո, կուսակցությունը առաջ տանողն է, բայց այդ կուսակցությունը թիմ է, եւ ինչպիսի մարդիկ են այնտեղ, սա նույնպես էական է, որ հասարակությունը գնահատի։ Այս ինչ մարդ է այնտեղ չի, ինչպիսի դրվածք ունի, ինչպիսի ազդեցություն ունի կուսակցության ներսում, խոսքով, որպեսի այդ նույն քաղաքական գործիչն էլ չսահմանափակվի միայն իր ծանոթ բարեկամներով, ընդլայնի իր հանդեպ վերաբերմունքը, թե դրականը, ինչու ոչ, եթե բացասական, կա թող բացասականն էլ գնահատվի։ Հասկանում եք, սա հենց սա դասական քաղաքական տրամադրությունն ու process-ն է։ Ինչը հաճելի է տեսնել, որ Հայաստանում սկսում է աշխատել։ Եվ դա առաջիկայում, ապագայում անպայման տալու է իր օգուտը, անպայման։ Եվ այս շիկացող, մեղադրող, ընտրությունները թշնամանքի վերածող բաները անցնելու են։ Եվ այլևս նորաձև չեն համարվելու դրանք, որ վայ եթե հանկարծ էսպես եղավ, սրանք էլ են նրանց հետ դուրու դմփոց։ Ոչ, քաղաքական հաշվարկներ ամեն քաղաքացի իր հաշվելու ձևով, իր հաշվելու աղյուսակով։ Որպեսի մթնոլորտն էլ, այո, քաղաքականապես կարող է շիկանալ, բայց քաղաքացիների վրա ատելության ձևով չազդել։ Հիմա մի փոքր այլ է, որովհետև կրկնում եմ, այս կուսակցությունները նախկիններից բաղկացած կուսակցությունները, նրանք քաղաքականությամբ զբաղվելու համար չեն, նրանք դեռ քարթելային տրամաբանությամբ են, կլանային տրամաբանությամբ են աշխատում, հասկանում եք, իրանք իրար մեջ թիմերը բաժանում են, ըստ ազդեցությունների, եւ ինչ-որ սկսում են պրոցեսներ անել, ու իրենք հավատում են, որ իրենք քաղաքականությամբ են զբաղված, ամենահետաքրքիրը դա է, առհասարակ քաղաքականությամբ զբաղվելը ինքը բարդ բան չի, օրինակ, եթե դու գնում ես մեքենա գնելու, այ մինչև առևտրի կայանալը, այդ զրույցը, որ գնում է գնի շուրջ, մեքենայի հետ ծանոթանալու շուրջ եւ այլն, դա քաղաքականությունն է, դա էլ առևտրի քաղաքականությունն է, բիզնեսի, դա քաղաքականությունն է, դու ուզես թե չուզես, այն մարդիկ, ովքեր որ կարծում են իրենք քաղաքականության մեջ չկան, սխալվում են, դուք կաք, պարզապես ոչ այն չափով, որ դուք պատկերացնում եք, նախ վատ բան է առհասարակ քաղաքականության մեջ չլինելը, որովհետեւ գիտեք, պետությունը, եթե ընդունենք, որ մեր բոլորինն է, մեր որ ծնողի պես բան է, մեր պետությունն է, սա մեր սրբությունն է, եւ եթե մենք չենք հետաքրքրվում քաղաքականությամբ, այսինքն չենք հետաքրքրվում մեր պետությունով, ինչ պրոցեսներ են կատարվում, ինչ առողջացման կամ հիվանդության ինչ բաներ կան եւ այլն, հասկանում եք, դա բացարձակ առհամարանքն է պետության հանդեպ քաղաքացու կողմից։ Ես չեմ ասում ամեն քաղաքացի պիտի առավոտից իրիկուն մտնի, նայի, թե ինչ, խորքային պետք չի, բայց գոնե
լուրերի մակարդակով, գոնե ընդհանուր պաշտոնական տեղեկությունների մակարդակով մարդը պիտի զբաղվի քաղաքականությամբ, որովհետև խոսքը իր պետության մասին է։ Եվ այո, այս քարտելները ամեն ինչ անում են, որ մարդը զզվի քաղաքականություն ասված բառից, մտածելով, որ դա է քաղաքականությունը, եւ նրանք կարողանան ավելի արմատականացնել իրենց կլանային համակարգերը եւ այլ ազդեցություններ կիրառելով, ոչ թե մարդու սառը հաշվարկը, այլ ազդեցություններ կիրառելով կարողանան զավթել այն, ինչը իրենցը չի։ Հասկանում եք։ Դրա համար ես կոչ եմ անում քաղաքացիներին գոնե մինիմալ գիտելիքներ ունենալ կամ հետևել գոնե մինիմալ ժամանակ, ժամանակ հատկացնել եւ հետևել քաղաքականությանը, որովհետեւ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, հավատացեք, քաղաքականությունը կարող է այնպես զբաղվել քեզանոց, որ հաստատ քիչ չի թվա եւ զբաղվել է, որովհետեւ մենք ապրել ենք տասնամյակներով կլանային համակարգի մեջ, մեր պետությունը չի եղել քաղաքական իրավական սուբյեկտ, եղել է կլանային համակարգի միահեծան տիրապետության ներքո, եւ դա է պատճառը, որ մեզնից կարողացել են թաքցնել այն ինչ որ բանակցել են, այն ինչ որ արել կամ չեն արել, եւ հետո մենք տեսանք, թե ինչպես մենք վճարեցինք մեր չհետաքրքրվելու, չպահանջելու, հետևողական չլինելու արդյունքում վճարեցինք մեր զավակներով, վճարեցինք մեր երիտասարդներով, այսինքն իսկ երիտասարդությունը մեր վաղվա օրն է, այսինքն մենք վաղվա օրվա վրայից վերցրեցինք ու քամուն տվեցինք, իհարկե մեր տղերքը իզուր չեն սովել ու չի կարող որևիցե մեկը այս ձևակերպումը տալ, 1000 փառք ու 1000 խոնարհում նրանց առաջ, բայց մենք ունեցանք այդ կորուստները եւ փորձել չընկալել սրա մեջ ամեն մեկս մեղավորության մեր բաժինը, դա կներեք ազնիվ չի առնվազն։ Ես այդպես եմ կարծում եւ կարծում եմ, որ դժվար կլինի այս առաջարկած թեզի հետ վիճել։ Եթե կլինեն ցանկություն, խնդրեմ։ Իհարկե պատճառները հազար ձևի են, բայց դրանք տեխնիկական պատճառներ կարող են լինել եւ այլն, ամեն մեկը ունենա իր պատճառի հետևանքային կապը, բայց նախ եւ առաջ քաղաքացիների անտարբերությունն է։ Դա ամենավատ բանն է, որ կարա տեղի ունենա պետության հետ։ Ես աչքովս ընկավ ինչ որ քննարկում էր ազգային ժողովի դահլիճներից մեկում, չհասկացա ինչ որ ոնց որ թե Մայր Հայաստանի կուսակցություններն էին հավաքվել, թե քաղաքասարակության որոշ թևի ներկայացուցիչներն էին, լավ չհասկացա, այդքան էլ ուշադիր չհետևեցի, բայց հետաքրքիր թեզեր հանկարծ այնտեղ հնչեցրին, Հայաստանին պարտադրվում է այս ինչ բան է, Հայաստանը վերածվում արևմտյան Ադրբեջանի, վայ, երրորդ հանրապետության հիմքերը փորձում են խարխլել այն հին երգերի հետ նոր երգ։ Գիտեք ինչ, գոյություն չի կարող ունենալ որևիցե մեկը, ես վստահ եմ, եթե գոյություն ունի այդ ինչ որ մեկը, ապա խնդրում եմ թող արձագանքի, ով կարա հստակ ասի, թե երրորդ հանրապետության հիմքերը, գաղափարական հիմքերը, որոնք են եղել կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ բանով, կամ մեկը, որ կարա այս հարցին պատասխանի։ Սա դեռ առաջին հարցն է։ Այստեղից բխում է երկրորդ հարցը դեռ ու էլի հարցեր։ Որքանով է այն, ասենք, եթե մեկը փորձի հորինի, որ դե գաղափարական հիմքերը սա եղել, գալու է երկրորդ հարցը։ Իսկ որքանով է դա իրականացվել, 1-ից 100 սանդղակի վրա նիշը ցույց տվեք։ Իսկ սրանք կարևոր բաներ են։
Գնանք կարճ դադարի, վերադառնանք շարունակենք։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Եվ գանք հենց գաղափարական արժե համակարգից, այո, որը դեգրադացված է։ Ու մեր խնդիրների մեծամասնությունը հենց այստեղից է բխում։ Եթե քո հասարակ բան եմ ասում։ Եթե քո բարձրագույն ուսումնական հաստատությունները կաշառակերության օջախների են վերածված, եղել կամ ժամանակային բանով կապ չունի, ապա դու սպանում ես քո պետական ինստիտուտները, դու սպանում ես քո մասնավորը, դու սպանում ես ամեն բան։ Եթե քո դպրոցներում կաշառքով են ուսուցիչ մտնում աշխատելու, ապա դու սպանել ես քո վաղվա օրը։ Եթե քեզ մոտ չկլասի երաժշտությունն ու չգիտեմ ստեղծագործություններն են հանրային տիրույթում, առաջին պլանում ու արժանանում կոչումների ու չգիտես ինչերի գնահատականների բարձրագույն, ապա դու մշակութաբանորեն ցեղասպանված ես։ Եթե քո բանակը, քո զինվորականին դու թողել ես առանց նորմալ սնունդ, քո զինվորը, այդ պայն զինվորն է, հետո այդ զինվորը գալիս է հետ տուն, ու ինքը քո քաղաքացին է, ով ձևավորում է հանրային մենտալիտետը։ Եթե դու քո զինվորին պահել ես կիսաքաղցած, իսկ դու պահել ես կիսաքաղցած ու Քոչարյան կլինի, Սերժ կլինի, որևիցե մեկը թող լոլոներ չկարտա ու չփորձի մաքրագրել իր կեղտոտ վերաբերմունքը, փնթի ու զզվելի վերաբերմունքը զինվորների հանդեպ, եւ բազմաթիվ կաշառքով ազատված մարդկանց վախերն էլ այդտեղ վկա, դու քո զինվորի հանդեպ ունեցել ես վատ վերաբերմունք, նա ձերքի զենքը անգամ չես թարմացրել, բանակը որպես կառույց թողել ես այնպիսի կարգավիճակում, ծանրաքարշ, խրամատային կարգավիճակում, որը խնդիր լուծելու ընդունակ չի, որպես մեկ միավոր բանակը, ես չեմ ասում զինվորը հենց խնդիր բանակը ինքը լուրջ խնդիր լուծելու, ուրեմն դու դատապարտված ես ոչնչացման։ Եթե դու բանակցություններում սակարկել ես քո պետության տարածքը, ուրեմն դու արդեն դավաճանել ես քո երկրին ու ժողովրդին։ Եվ այս ամեն ինչը տեղի է ունեցել։ Սրանցից որևիցե մեկը եթե տեղի ունենա, արդեն պետության գոյությունը դրվում է հարցականի տակ։ Բայց արի ու տես, որ այս բոլորը ու դեռ չթվարկածներս էլ հետը տեղի են ունեցել մեր երկրում, ու մենք ապրել ենք այդտեղ։ Ու մենք համակերպված ենք ապրել այդտեղ, մենք համակերպված ենք եղել։ Դա եղել է մեր նորմա։ Մենք չենք կռվել դրա հետ։ Չէ, առանձին մասնավոր դեպքերում, առանձին մարդիկ, բայց ընդհանրական իմաստով մենք այդպես դասավորված ապրել ենք։ Եվ ասեմ, մեզանից շատերը այսօր կարոտում են այդ իրավիճակը։ Կարոտում են, ուզում են էլի այդպես ապրել։ Չգիտակցելով, թե դրանով ինչ վատություն են անում հենց իրենց զավակներին ու իրենց սերնդին։ Որովհետև ամեն մեկը մտածում է, որ իր պարագայում ինքը մի բան կանի։ Չէ, որևիցե բան չեք կարող անել։ Ու չկարողացաք անել։
Բայց գաղափարական արժեքները, եթե երրորդ հանրապետության հիմքում սա է եղել, կամ երրորդ հանրապետության հիմքում չեն, ես հակված եմ կարծելու, որ պարզապես չեն եղել դեռևս գաղափարական արժեքներ, ու դրա շուրջ մտածելու ցանկություն ունեցող հասարակություն կամ քաղաքական գործիչներ նույնպես, կամ շատ հազվադեպ դեպքերում մի քանիսը, որը բան չի։ Այսինքն առաջնային խնդիր դա որպես դրված չի եղել։ Իսկ դա առաջնային խնդիր է։ Եվ գիտեք, այո, ինձ շատ հետաքրքիր է, որ այսօր մինչև ընտրությունները ձևավորվում է առաջարկ գաղափարական արժեհամակարգի, որը գուցե շատերին ընդունելի լինի, շատերին չէ, բայց գաղափարական արժեհամակարգ կա, որը առաջարկվում է հանրությանը եւ գնահատվում է առաջնային իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Հիմա ով կընդունի, ով չէ, մեկը ես ընդունում եմ։ Ես ընդունում եմ ամբողջովին, ես այո, մտածում եմ, որ այդտեղ դեռ աշխատելու շատ բան կա, ինքը մի փոքր թերի է, շատ բան կա աշխատելու, հանրությունը նույնպես պիտի մասնակից լինի այդ աշխատանքին, հասարակական գործիչները, հանրային հասարակական գործիչները նույնպես պիտի մասնակից լինեն այդ աշխատանքներին, դրա կարծրացմանը, ամբողջականացմանը, այո, մի փոքր թերի է առայժմ, բայց ինքը կա ու ինքը արդեն առաջնային է։ Ու ինքը այսօր ընտրություններում բերվում է առաջնային պլան։ Եվ հենց սա է, որ մեկը ինձ հուշում է մտածել, որ այո, այ հենց այս կտրուկ ու շատ կարևոր գործոնն էլ հենց պիտի հիմք դնի չորրորդ հանրապետության ստեղծմանը, ամենայն հարգանքով երրորդի եւ առաջինի հանդեպ։ Որովհետեւ սա նոր սկզբի մասին է։ Սա նրա շարունակությունը չի։ Սա այլ սկիզբ է։ Նույն հանրապետության, նույն պետության, բայց նոր գաղափարի սկիզբ է։ Հիմա, երբ որ նստած ասում եք, երրորդ հանրապետության հիմքերը, չգիտեմ, խախտում եք, բան, այդտեղ դուք պատրաստ եք ոչ միայն գեղեցիկ տեքստեր ասելուն, այլ հակադարձումներ լսելուն, եւ ինչու ոչ, պատրաստ եղեք ընդունել հրավեր այդ ամեն ինչի շուրջ բանավիճելուն։ Որովհետև եթե դուք շատ խելացի առաջարկ եք արել ձեր կարծիքով, դա չի նշանակում, որ դա առհասարակ խելացի առաջարկ է։ Կամ եթե խելացի խոսույթ եք օգտագործել, դա չի նշանակում, ձեր կարծիքով, դա դեռ չի նշանակում, որ դա առհասարակ խելացի խոսույթ է։ Ես ինքս նույնպես իմ հանդեպ այդպես եմ վերաբերվում։ Ու դա չեմ համարում վատ բան։ Ոչ ամոթ է դա, ոչ բանը։ Հեղինակավոր մարդիկ ենք, հասարական կարծիք ենք ձևավորում, պետքա պատրաստ լինենք նաև լսել հակադարձություններ, քննադատություններ, ոչ միայն պատրաստ լինենք լսել, պետքա մտածել դրա շուրջ, էգոն մի կողմ դնելով։ Հիմա ասենք օրինակ ինձ համար լրջագույն դիսկոմֆորտ է առաջացնում այն հանգամանքը, որ մի հատ ալկոհոլիկ հետախույզ, լավ, ալկոհոլիզմով կարա մարդը տարբեր պատճառներով ընկնի այդ, ես դա հիվանդություն եմ համարում, ընկնի այդ բանի մեջ էլի, ընդունենք մարդու ներաշխարը այդքան էլ ամուր չի եղել, ինչ-որ պահից, բայց մարդ, ով մարտի 1-ին 2008 թվականի հանձնարարականով Արցախից եկել է Երևանի կենտրոն
բռնի ուժով ճնշելու քաղաքացիներին իրենց քաղաքական իրավունքը իրացնող քաղաքացիներին, դա չի կարող հետո մեկ այլ ուժով, որը Նարեկ Կարապետյանի կուսակցությունն է, ներկայանալ որպես, չգիտեմ, պաշտպանական մասով բան, դեմք։ Երևի նաև պաշտպանության նախարարի թեկնածու, չգիտեմ։ Խոսքը Կանդասի մասին է, այո։ Հիմա դուք ուզում եք իրեն հերոսացրեք, ուզում եք մի հերոսացրեք ձեր գործնա, չնայած ամեն մեկին հերոս ասելով դուք իրական հերոսներին անտեսում ու երկրորդում եք, ու եթե ես ասեմ, թե ովքեր են իմ հերոսները, դժվար թե ձեր հերոսները դրանց կողքերը ֆրֆռալու իրավունք ունենային, բայց այնուամենայնիվ Կանդաս եք հերոսացնում, 90-ականների բովով շատերն են անցել ու շատերն են հերոսացել, ցավոք դրա մասին ընդունված էլ չէր շատ խոսել, մի հատ Պասկալևայի հաղորդումը եթե հանենք այդ թվերին, ինձ կասեք հետ ինչ դոկումենտալ եկեք նկարել, ես դեռ խոսում եմ դոկումենտալկաների մասին, ես չեմ խոսում ֆիլմերի մասին, առհասարակ ինչ ֆիլմ եք նկարել, եթե դուք գիտակցում ունեիք, որ Արցախը մերն է, եթե դուք իսկապես գիտակցում ունեիք, որ Արցախում հաղթել ենք, ու եթե իսկապես գիտակցում ունեիք, որ Արցախը այլևս այսպես կամ այնպես, դուք Արցախի մասին հազարատ ֆիլմ, Արցախի ու Արցախի հաղթանակի, թե ռազմական, թե դիվանագիտական, հազարատ ֆիլմ 2000-ատ էլ ներկայացում, 3000-ատ էլ երգ պիտի գրացելնեիք ու երկած ու նկարած, հասկանում եք? Որն է կարել, չեք կարել, որովհետև իմացել եք, որ այդպես չի, որովհետև դուք փորձվեիք հələ այդպիսի բան անեք, էդ էր լինելու մեր ուրախ լինելը, որ Արցախը մերն է, էդ էր լինելու, որ Արցախը ազատագրված է, դա էր լինելու, 30 տարի ոչ մի ֆիլմ, հասկանում եք, չէ, ինչքան ամեն ինչ այդպես չի, և հիմի մարդիկ, այդքան հերոսացողներ են եղել այդտեղ, բայց նրանք, ովքեր հետո աշխատել են ժողովրդի դեմ, կամ ենթարկվել են այս կամ այն քարտելին, կամ հանցավոր խմբակցությանը, ինձ համար դադարել են կոչվել հերոս, առհասարակ իրենց արածը իրենց ձեռքով թափել են ջուրը։ Եվ ինձ քիչ է արդեն հետաքրքիր, թե իրենք ինչ անցած ուղի ունեն, իսկապես քիչ է էլ հետաքրքիր, բացարձակ հետաքրքիր չի անգամ։ Եթե պիտի դու ինչ-որ պահի տակ հերոս կոչվեիր, հերոսանայիր, կամ քեզ լեգենդ դարձնեն, կամ դու, լավ, ոչ մի բան էլ չասեն, բայց դու հայրենիքի համար քո համոզմունքներով գոնե ինչ-որ բան արեցներ, բայց հետո գայր ժողովրդի վրա հարձակվեր, դու ելուզակ ես։ Եվ սրան ներկայացնում է Նարեկ Կարապետյանը, Սամվել Կարապետյանը, այլևս թույլ չենք տալու, սենց մետ լոզունգի ներքո, լուրջ, ինչը թույլ չեք տալու, թույլ չեք տալու, որ ժողովուրդը ապրի, այլևս թույլ չեք տալու, որ հանգարց, եթե զավթած լինեք երկիրը, ժողովուրդը հեղափոխություն անի, ինչը թույլ չեք տալու, ում թույլ չեք տալու, որ ժողովուրդը ազատ կամքը դրսևորի իր, այնպես որ ես կապիկությունը ամոթ է, դուրս են եկել, Արցախը հանձնեց, Արցախը տվեց,
Սա տգիտության մասին է հենց։ Առավել ևս Ռուսաստանում ապրող հայություն։ Ուրեմն այն հայությունը, ովքեր որ Արցախ տալու մեջ մեղադրում են, չգիտեսում, ու գիտենք ում, ու չգիտեմ, դուրս էին եկել նկարներ էին վառում։ Դուք չգիտեք Արցախով տվե Ադրբեջանին, որ ասեմ կարող եք գնալ այդտեղ մի հատ միտինգ անել։ Ասեմ, Արցախը տվել է Ստալինը։ Ընդ որում, երբ որ հուլիսի 21 թվականի հուլիսի 5-ին մի գիշերում որ բան եղավ, այնտեղ մի հատ լինում է քվեարկություն, որ քվեարկության արդյունքում պիտի պատկաներ մեզ։ Ստալինը ասում է նորից արեք հələ այդ քվեարկությունը, չի կարա դա տենց լինի, պիտի լինի Ադրբեջանինը։ Առհասարակի ինչը վիճելի է, պիտի լինի Ադրբեջանինը։ Վերջ։ Կարաք մի հատ միտինգ անեք։ Ստալինի նկարը վրան կարմիր խաչ անեք, սենց։ Վառեք նկարը։ Ոչ եք վախում։ Թե վախում եք, սեղ ուժեղ տղեր կան, խնդրենք թող մի պա նրանց մի մասը ռուսական ազնագրերով են գան ձեզ այդտեղ դուխ տան։ Իմիջայլոց հետո էլի բանը, ասենք, մի հատ էլ վերահաստատես Պուտինով արդեն։ Էլի Պուտինը տվեց Արցախը։ Մի հատ խնդրեմ, փրկեք, մի հատ ձեր դիրքորոշումը ներկայացրեք։ Սլաբո։ Կարող ենք առաջ անցնել։ Ծառուկյանը երեք խոսում էր Բելար իմ ընկերն է։ Գիտեք, չէ, այն որ պարոն Ծառուկյան, այն որ Լուկաշենկոն ձեր ընկերն է, գիտենք։ Հետո ինչպես կշարունակեք շփվել, դա էլ արդեն ձեր գործն է։ Իհարկե մենք հասկանում ենք, որ բիզնեսը հայրենիք չունի, եւ ոչինչ որ քո պետության մասին մի դեմ աշխատած եղած լինեն, բան քո թշնամիների օգտին աշխատած լինեն, քո համար այդ ոչ մի բան է։ Բայց դա հրապարակային ասելը չգիտեմ։ Ճիշտ է։ Հա։ Այո, ինքը իմ ընկերն է, ինքը տես, բա ես իմ ընկերոջից չեմ հրաժարվում, իսկ ես իմ ցանկացած ընկերոջից կհրաժարվեմ։ Ես ինձ ցանկացած հարազատ մեկից կհրաժարվեմ, եթե իմանամ իմ թշնամուն օգնել է։ Դու չես հրաժարվի, որտեղ քոնը փողն է։ Փողը։ Քոնը հայրենիքը չի։ Դեռ համագումարին էլ 44 օրյայի մասնակից զինվոր էր ելույթ ունենում։ Տղա նորմալ է դա։ Ընկերս։ Ոնց ես գնահատում դա։ Պուտինը գնաց Հեյդարի գերեզմանի դեմը չոքավ պատճեց։ Լուկաշենկոն գնաց ընդեղից մարդը իրա բերանով հայտարարեց, էդ էլ մեր մեղադրանքները չի։ Մարդը իրա բերանով կանգնեց հայտարարեց, որ իրենք մշտապես աջակցել են արդարության վերականգնման համար, որպեսզի Արցախը ամբողջովին մնա լինի Ադրբեջանինը։ Էլ ինչ պիտի ասեր։ Էլ ինչ պիտի ասեր։ Ասում դե ես 3-4 ամիս առաջվանից ասում էի, չէ, որ Արցախը բանա լինելու, պատերազմա լինելու, ժողովուրդ, չէ հա։
Պարզակ ասել, բա ասել էր Լուկաշենկոն կասել, Պուտինն էլ էր ասել, ռուսամետ սաղ ուժերն էլ գիտեին, 3-4 ամիս առաջ ես դու իմացել, 15 թվականից տեղ մարդիկ կային գիտեին, որ 20 թվին պատերազմա լինելու, դու 3-4 ամիս առաջ ես ասել, ու իսկ ինչ առաջարկ ես ներկայացրել, ինչ առաջարկ ես ներկայացրել, կամ պատերազմի օրերին ինչ ես ասել, չեք ասել մինչև վերջ կռվում ենք, ազգային ժողովում չեք, չէ, ու այսօր բոլորը դուրս են եկել ժողովուրդ ջան, ու այս արժեքներն են առաջարկում շարունակել ապագայի համար կրել, որը ես չեմ կարող չմերժել են էլ շատ կտրուկ, չոր ու կոպիտ, և իմ գործունեությամբ չեմ կարող թույլ տալ, կամ կանեմ ամեն ինչ, որպեսզի մի հոգի ավել մարդ մերժի դա, ընդհանուր առմամբ այսօրվա համար այսքան է, եթերում ազատ շփումներ, կհանդիպենք։